Գիշերում մի ջրակ է վառվում Սիրտը փոքրիկ չի կոտրվում Չի մարում քամին պատմում է Բարոդի լեզուն Բայց նա կպատմի նորը այդ կամում Լույսեր, ոսերը, լույսեր, հույսեր Քո սիրտը չի կոտրվում Թող պատերազմը գոռան մտության մեջ Կամքը հաղթում է, սերը հաղթում է Լույսեր քո անունն է ապակաոր Քո քայլերից սնվում է նորը Կամքը հաղթում է, սերը հաղթում է Սիրով է գրվում Ես պարոն կապիտանը դեռ տանը չի։ Չէ, դեռ չի եկել։ Պաստորեն շուտ եմ եկել։ Բայց ոնց որ այս ժամն էր, չի ասել։ Հա, հեսա բոլորը կգան։ Շնորհակալ եմ։ Լավ, դե ասա ինչ պակաս բան կա, օգնեմ անենք մինչև գան։ Չէ, ոչ մի բան։ Դու որ այստեղ ես արդեն ինձ համար ամեն ինչ է։ Մտածում եմ ճիշտ կլինի գնամ, հետո հյուրերի հետ կգամ էլի մի անգամից։ Չէ, Ալեք։ Խնդրում եմ, գոնե թող այս անգամ ասեմ այն ինչ մտածում եմ։ Զարա, խնդրում եմ։ Հետո վստահ եմ երկուս էլ մեզ վատ ենք զգալու այս եղածի համար։ Ալեք, ես քեզ սիրում եմ։ Սար Հուսամ չխանգարեցինք։ Չնկատեցի, որ եկաք։ Վայ, մենք էլ նկատեցինք, որ դու չնկատեցիր։ Նորմալ է, Սարա ջան, քո իրավիճակում ցանկացած մարդ չէր նկատի։ Տիկին Նազի, Արփի, ծանոթացեք, Ալեքն է։ Արփի մենք պիտի խոսենք։ Դուք իրար որտեղից եք ճանաչում։ Արփի, խնդրում եմ, հարի գնանք խոսենք։ Չէ։ Չկա խոսալու բան, ամեն ինչ պարզ արդեն։ Եթե պարզ լիներ, սենց չէիր արձագանքի, դու ինչ-որ բան սխալ ես ենթադրել։ Արփի, դուք որտեղից եք իրար ճանաչում։ Սար, ես ու Ալեքը… Արփի, արի, խոսենք, արի գնանք։ Չէ, չեմ գալիս։ Արփի։ Հասկացա, Արփին ու Ալեքը որտեղից են իրար ճանաչում։ Սարա ջան, հոլուսնից չես ընկել։ Արդեն ասեցի, մեր տան աշխատողն է, պապայիս վարորդն է, թե չէ երեխաս որտեղից պետք է ճանաչեր։ Չէ, այստեղ վարորդի թեմա չի։ Իրանք հաստատ… Արփին ինձ ոչ մի բան չի պատմել իր մասին։ Իրանց մեջ ինչ-որ բան կա հաստատ։ Հերիք Ալեք, հերիք այլ ոչ մի բան մի ասա, չեմ ուզում քեզ լսել։ Իսկ ես ուզում եմ խոսենք։ Ես քո հետ խոսալու բան չունեմ։ Ուրեմն ես կխոսամ, դու կլսես։ Չէ, ասեցի չեմ ուզում քեզ լսեմ։ Ինչ պետք է ես իմ աչքով արդեն տեսա ու ամեն ինչ հասկացա։ Ինչ ես հասկացել, շատ հետաքրքիր է։ Եմ որ համ ինձ ես խաբել, համ Սարային։
Աստորեն տեսել ես, բայց ամեն ինչ սխալ ես ենթադրել, էլի։ Նստի մեքենան Արփի։ Գնա Ալեք։ Գնա, կորյան հետացի աչքիցս, չգիտեմ ինչ ես անում, բայց էլ աչքիս չերևաս ուղակի։ Ու ես գնում սպասի, նստի մեքենան։ Չեմ գալիս ես քո հետ, թող ձեռքս։ Գնաս։ Չեմ գալիս։ Արի։ Ալեք։ Նոր չասեց այդ կարտոլը բարակ կլպին չես տենց հաստկտրում այդ ճիճու։ Ասեցի։ Բա որ ասեցի ինչ ես հորդ գլխի նման հաստկտրտում։ Կարող ա գիտես գետան բերել։ Չեմ կարողանում բարակ կտրեմ։ Շատ լավ էլ կարում ես, դավայ, շուշուտ կտրի, լվա կտրտի ժարի տարավորուտը։ Ահա, տենում ես, որ ուզում ես շատ լավ էլ կարողանում ես։ Ինչի վրա կտրեմ։ Գլխիս։ Ինչի վրա պետք է կտրտես, այ աղջին դե աման կա գնա վեկալ բեր կտրտի բրեն։ Իմ տատիկը տախտակի վրա էր կտրտում։ Բարակ, յուղի մեջ էր տապակում, շատ համով էր լինում իմ տատի սարքած բարտոֆիլը։ Իա, հիմա ինչ ես ասում, տատուտեն աշխարից ասեմ տախտակով գա, որ գտ կարտոլը կտրտի տապակի գնա։ Մատս կտրեցի։ Վայ սոտք ես դու, վայ անիծվես դու, ես ինչ անբաշար աղջիկ դուս եկար։ Իզուր էլ քեզ տունը պահեցի, պտի ուղարկեի գնայիդ փող հավաքելու, մանեն մնար տունը էլ մի բանկաներ, էլի քոն ման անբաշար չի։ Վայ, աղջի դա արունը թավմա կարտոլի վրա սաղ կեղտոտվեց էդ քո կեղտոտ արունից, այս սարֆետկեն ուրա վեկալ մի հատ փաթաթի մատիտ։ Ում եմ ասում, այ աղջի, վայ աստվածին։ Սարա ինչ ա եղել, ինչ ես ստեղ կանգնած, մարդ ես սպասում։ Սարա բան ա եղել։ Խոսա ինչ ա եղել, ով ա խաթրիդ կպել։ Արփին ու Ալեքին սխապել են։ Մի րոպե։ Դու որտեղից Ալեքին գիտես, Սարա։ Ես Ալեքին չհասկացա, բա դու որտեղից ես ճանաչում Ալեքին։ Հետո Արփի, շատ ես ես լուր կանգնելու։ Խոսա Արփի։ Ինչ Ալեք։ Ինչ էր սպասում ինձնից։ Պիտի ուրախ լինեմ, որ խաբել ես ինձ։ Ես քեզ չեմ խաբել։ Հա, երևի տեսածս էլ աչքիս է, չէ երևացել։ Չէ, աչքի չի երևացել, բայց ամեն բան ունի իր բացատրությունը։ Հա, իհարկե ունի։ Ամենապարզ բացատրությունը այն է, որ դու համ ինձ ես խաբել, համ Սարային։ Ու ամենավատը գիտես որն է, որ ես հիմա հասկանում եմ դու ինչի էիր խուսափում ինձնից, որովհետև շփոթված էիր, չգիտեիր ում ընտրեիր, Սարային թե ինձ։ Ինչեր ես խոսում, Արփի, ես ոնց ես քեզ թույլ տալիս նման մտքեր արտահայտել, չեմ հասկանում։ Չկա նման բան։ Հիմա ինչ Ալեք։ Ասելու ես, որ ինձ երբեք չես խաբել, հա, որ անկեղծ ես հետս եղել։
Հա։ Բրծավ անկեղծությունիդ։ Հələ դու ռոդին նայի, որ ամքերոջը սա խապել համեր սիրածս աղջկան։ Սպանելու եմ ես դրան։ Արփին ոչ մեկ չի խապել, Տարոն։ Հերիքա իրան զոհի տեղ դնես։ Արփին ու Ալեքը ինձ են խապել։ Սարա Արփին քեզ երբեք չի խապի, ինչ ես խոսում։ Խապել է, Տարոն, խապել է։ Պատկերացնում ես իրանց մոտ ամեն ինչ շատ լուրջ է, բայց ինքը երբեք ինձ դրա մասին ոչ մի բառ չի ասել։ Ես միշտ մտածել եմ, որ Արփին իմ ամենամոտ ու հարազատ ընկերուհին է, բայց փաստորեն սխալվել եմ։ Հիմարի մեկն եմ ես։ Իզուր ես Արփին մեղադրում։ Արփին ընդհանրապես մեղավոր չի, Սար։ Մեղավոր է, Տարոն։ Մեղավոր է։ Ես Արփին ամեն ինչ պատմում էի մեր մասին, իսկ ինքը լուր լսում ու ձևացնում էր, թե ուրախ է մեզ համար։ Պատկերացնում ես, Արփին գիտեր, որ ես Ալեքին եմ հավանում, բայց իմ մեջքի հետևում հանդիպում էր Ալեքի հետ։ Արփին ինձ ամեն ինչ գաղտնի է պահել։ Ուրեմն ոչ մի լուրջ բան չի եղել, Սարա։ Եթե ինչ-որ լուրջ բան լիներ, հաստատ Արփին քեզ կասեր։ Արփին ընդհանրապես մեղավոր չի։ Ստեղ մենակ մի հոգի կա մեղավոր։ Էդ էլ է Ալեքն է, դրա հարցերն էլ ես կլուծեմ։ Չէ։ Չէ ու չէ, իրանք երկուսն էլ մեղավոր են, Տարոն։ Ու գիտես, մենակ Արփին չի, որ ինձ խաբել է։ Դու էլ ես խաբել։ Նույն ձև։ Սարա, ես քեզ արդեն ասել եմ, ես չգիտեի, որ այդ ուռոդը մեր տուն գալ գնալ ունի։ Հա, դե դու Ալեքի մասին ամեն ինչ գիտես, բայց այդ մասին չգիտեիր, չէ՞։ Սարա, որտեղից պետք է իմանայի, որ այդ եկե կապելա քեզ։ Մեկը բոլորդ էլ դավաճանեք։ Բոլորդ օգտագործել եք ինձ ու Ալեքին։ Սար, ոչ ես, ոչ էլ Արփին։ Լսի հերիքա Արփին պաշտպանես կլինի։ Չես հասկանում, որ այստեղ միակ սուտասանը հենց ինքն է։ Ուր Տարոն, ուր ես գնում։ Քրոջդ ուր ես այս վիճակին մենակ թողնում։ Լրիվ happy birthday to you, էլի։ Ասենք ով ասենց բան տեսել, ծնունդ են հրավիրում, թողնում գնում են։ Ապրեք, շատ լավ կազմակերպված ծնունդ էր։ Բարփի բավացքը։ Չէ, ստեղ հաստատ մի բան չի։ Մանաշակյան, զբաղվացեք։ Չէ, Գևորգ ջան, ուղղակի արդեն դուրս էի գալիս։ Հա, հրաշալի է։ Ասում եմ, կարող է այսօր երեկոնից տրամադրեք։ Դե նկատի ունեմ այսօր միասին անցկացնենք երեկոն, եթե իհարկե դեմ չեք։ Ցավում եմ, Գևորգ ջան, ուղղակի արդեն պլաններ ունեմ։ Սահակյան, բայց Նորիկյան դու ես այստեղ։ Հա, եկել եմ Սահակյանի սուրճի իրավիրանը։ Այսօր, հիմա։ Հա, ինչի։ Դե չէի ուզի ասել, բայց Սառան տանը քեզ համար անակնկալ է պատրաստել ու ես էլ որպես գլխավոր հերոս քեզ պիտի տուն տանեի։ Ինչ-որ բան եմ բաց թողել։ Այսօր կապիտանի ծննդյան օրն է։ Իրոք։ Այ քեզ բան, ինչ ված ստացվեց, ես էլ չգիտեի, շնորհավորում եմ։ Շատ շնորհակալ եմ, Սահակյան ջան։ Ես չեմ հասկանում Սարայի խելքին ինչ ա փչել, է։ Սարան աղջիկս է։ Դե երեխան որոշել է պապայի համար անակնկալ ան, ինչ է զարմանում։ Ու ես էլ ընկերոջ իրավունքով ձեզ հրավիրում եմ ընկերոջս ծնունդին։ Շնորհակալ եմ իհարկե, բայց ես արդեն մերժել եմ ընկերոջ առաջարկը, որովհետև իրոք զբաղված եմ։ Չէ, մի տեսակ շատ հաճելի է, որ իմ ներկայությամբ իմ պլաններն են քննարկում։ Իրականում ցավում եմ, որ այսպես ստացվեց։ Ուղղակի իրոք տարբերակ չունեմ։ Դե ամեն դեպքում, եթե չես ուզում անակնկալը փչացնենք, հիմա պետքա դուրս գանք։ Շատ լավ։ Դե եթե ժամանակ գտնեք, մենք մեծ սիրով կսպասենք ձեզ։ Անպայման։ Չնայած չեմ կարծում, որ կհասցնեմ, բայց շնորհակալ եմ։ Դե գնացինք։
Կասես հեռախոսս ինչի ես վերցրել։ Արփի, այն ինչ եղավ Սառա Հեստանը իմ համար էլ էր անսպասելի։ Ես անգամ չգիտեի, որ դուք ընկերուհիներ եք։ Հա դե։ Իհարկե չգիտեիր։ Որ իմանայիր նախորոք մի բան կմտածեիր, ոնց խաբեիր ինձ։ Արփի, վերջին անգամ եմ ասում, ես քեզ չեմ խաբել։ Ես ընդհանրապես Սառային օգնել եմ իր հոր ծնունդը կազմակերպել։ Ավել ոչ մի բան, ես իր հանդեպ ոչինչ չեմ զգում։ Ու ընդհանրապես պատճառ չունեմ քեզ կամ իրան խաբելու, հասկանում ես։ Սառան սիրում է քեզ, Ալեք։ Առաջին օրվանից, որ տեսել է քեզ։ Հիմա ինքը մտածում է մենք երկուսով խաբում ենք իրան, ծիծաղում ենք իրա վրա։ Դու մի անհանգստացի։ Ինքը մեզ կհասկանա։ Արփի ինձ մենակ մի հոգու կարծիք է հետաքրքիր, ու այդ դու ես։ Մնացածը մեկ են իմ համար։ Հեռախոսս կտաս։ Ինչի անջատեցիր։ Բա ինչ ուզում էիր խոսեիր Տարոնի հետ։ Կարող է բան ա եղել Սառայի հետ, Տարոնը անիմաստ չէր զանգի։ Սառան այդքան զանգեց, հիմա չի զանգում, կարող է վատ ազգում իրան, ինչ-որ բան ա եղել։ Ահա, փաստորեն տենց կարևոր են Տարոնի զանգերը։ Հա, գիտես, կարևոր են։ Լավ։ Ինչ ես անում։ Զանգենք տեսնենք ինչ ասում Տարոնը։ Ալո, Արփի ուր ես։ Աննորմալ։ Ինչ-որ մեկը ինձ կբացատրի ինչ եք այսքան լարված։ Ինչա պատահել ու ընդհանրապես ուր է Արփին։ Ուզում եք իմանաք ինչ ենք այս վիճակում Տիկին Նազի։ Ասեմ։ Արփիի պատճառով է այս ամենը տեղի ունենում։ Բայց ինչ ա եղել։ Եղել է այն, որ Արփին բոլորիս թիկունքի ետևում հանդիպել է Ալեքի հետ։ Ու հիմա էլ չգիտենք ուր է գնացել։ Սառա ջան, դու ինչ-որ բան խառնում ես։ Ոչ մի բան չի խառնում Տիկին Նազի։ Տարոն, իմ Արփին ուր է, վարորդը ուր։ Դու ո՞նց ես պատկերացնում, որ իմ Արփին հանդիպի ինչ-որ անհայտ ծագման սուբյեկտի հետ։ Այդ անհայտ ծագման սուբյեկտը, ոնց դուք եք ասում Տիկին Նազի, անուն ունի։ Ու կխնդրեմ այդպես չխոսեք իր մասին։ Այսինքն հիմա պիտի մտածեմ, թե իմ աշխատողի մասին խոսելուց ոնց խոսեմ։ Ինչ կա այդ եմ ասում։ Պապայիս վարորդն է, տեղ տանող բերողն է։ Ու իմ Արփին իր հետ ընդհանուր ոչ մի բան չունի։ Փաստային է, որ ունի։ Սառա ջան, Բալիկ ջան, իհարկե ես քեզ շատ եմ սիրում, բայց խնդրում եմ երախուս անվան հետ չխաղաս։ Համել եթե ես չեմ սխալվում, երբ որ մենք ներս մտանք, դու էիր այդ վարորդի հետ համբուրվում, ոչ թե Արփին։ Սառա։ Տարոն ջան, իմ Արփին, դու շատ լավ գիտես, որ լիքը ուզողներ ունի։ Այն էլ ինչ տեսակ ուզողներ։ Ու հաստատ ինքը այդ վարորդի վրա չի էլ նայի։ Համել իմ աղջիկը խելացի աղջիկ է, հասկանում է, որ իրենց միջև մակարդակների տարբերություն կա։ Ու ի տարբերություն շատերի, իմ երեխան իր արժեքը շատ լավ գիտի։ Տիկին Նազի, ամեն ինչ այնպես չի, ինչպես դուք եք մտածում։ Իհարկե կներեք, որ հիասթափեցնում եմ, բայց Արփին ու Ալեքը միասին են։ Ուր։ Գնում եմ, չեմ կարող այստեղ հանգիստ մնամ, երբ որ Արփին այդ լագոտի հետ է։ Պապային քեսա կգան։ Ոչինչ, ինձ թվում է պապան չի նեղվի, որ ես այստեղ չեմ, առանց ինձ կնշեք։ Չեմ հասկանում քեզ, Ալեք։ Կյանքս լրիվ շուռ ես տալիս, հետո բերում ես ինձ տեղ, թե բա ինձ տեղ լավ է, հանգիստ եմ զգում ինձ։
Հիմա էլի պատրաստվում ես Սարայի թեման բացել։ Սարան իմ մոտիկ ընկերուհին է։ Ուղղակի ոնց մենք այսքան ժամանակ չենք հասկացել, որ նույն Ալեքի մասին ենք խոսում։ Պաստորեն խոստովանում ես, որ մտածել ես իմ մասին։ Ես այդ նկատի չունեմ։ Իսկ ինձ թվում է դու հենց այդ էլ նկատի ունես։ Հիմա այդ կարևոր չի։ Իմ համար ամենակարևորը հենց այդ է։ Ալեք, ես իրոք քեզ չեմ հասկանում, գիտես։ Երբ որ նոր սկսեցիր աշխատել մեր տանը, սկսեցիր խուսափել ինձնից։ Հիմա ինձ համոզում ես, որ Սարայի քո հանդեպ ունեցած զգացմունքը չկարևորեմ։ Դու գոնե ինքդ քեզ հասկանում ես։ Խնդրեմ, նորից նույն ձև ես։ Ես ուղղակի չեմ հասկանում, ինչն է քեզ սենց արագ փոխում, Ալեք։ Ամեն անգամ սենց կտրուկ փոխվում ես, որ խոսում ենք իրար հետ, ես չգիտեմ հենց այդ պահին ոնց դու կփոխվես, ոնց ինձ կվերաբերվես ու ինչ կանես։ Այդ ինձ շատ է մտահոգում։ Ալփի մի կարևոր բան կա։ Դու պիտի իմանաս, որ ես երբեք քեզ ցավ չեմ պատճառի։ Համենայն դեպս դիտավորյալ երբեք քեզ չեմ վնասի։ Հասկանում ես ինձ։ Ինչի մասին ես հիմա խոսում, Ալեք։ Կարևորն է, որ դու երբեք չմոռանաս այդ փաստը։ Ես քեզ երբեք չեմ նեղացնի, լավ։ Ճանապարհեցիր հյուրերին։ Հա, բերես։ Շատ ախես։ Ամեն ինչ շատ լավ է կազմակերպել։ Խնդրեմ, բաբ, բայց կարար ավելի լավ անցներ։ Դե հա, եթե տարօրը մերդ լիներ ու քո տրամադրությունը մի քիչ բարձր լիներ, հաստատ ավելի լավ կացներ։ Դե երևի անհետաձգելի գործեր ա ունեցել, բաբ, որ չի եկել։ Դե հա, երևի շատ գործեր ա ունեցել։ Թե չեք զանգել հորը շնորհավորեր, չէ՞։ Լավ, արի տարոնին թողնենք, արի քեզնից խոսենք։ Ինձնից, բայց ինչ պետք է խոսենք։ Ուզում եմ ինձ ամեն ինչ պատմես։ Դե ասա տեսնում ով ա տրամադրությունդ փչացրել։ Ոչ մեկ, բաբ, ուղղակի մի քիչ հոգնած եմ։ Չէ, Սառա ջան, չհամոզեցիր։ Ես քեզ լավ եմ ճանաչում։ Ամբողջ երեկոյի ընթացքում մի բառ չխոսեցիր, մի բան չասեցիր։ Այնպիսի տպավորություն էր, որ դու ներկա էիր, բայց մտքերդ բացակա։ Հա՞։ Դե ասա տեսնեմ ինչ ա եղել։ Կներես, բաբ, բայց այսօր իրոք վիճակի չեմ խոսելու, ոչ հավես ունեմ, ոչ էլ տրամադրություն։ Սառա, դու հիշում ես, չէ՞ ինձ ինչ ես խոստացել։ Հա, որ երբեք քեզանից գաղտնիքներ չեմ պահելու։ Ես պահում եմ խոստումս։ Ուղղակի այսօր իրոք տրամադրություն չունեմ, բաբ։ Դե հենց տրամադրություն ունենաս, ինձ ամեն ինչ կպատմես, չէ՞։ Հա։ Հեն Վարդան, ինչ կա, ինչ արեցիր։ Հələ որ բան չկա։ Բախի չկա, Վարդան, դու вообще ինչ ես պիտանի արա։ Ես քեզ չասեցի դրան գետնի տակից լինի գտեք։ Շեֆ ամեն ինչ արվում է, տղերքը ման են գալիս։
Հենց նորություն եղավ կկապվեմ ձեր հետ։ Դե թող նենց ման գան, որ դրան գտնեն։ Լավ։ Ուր ես դու հիմա, ինչ ես անում։ Ես հիմա Ադոնցեստան մոտ եմ։ Մտածեցի, որ այդ լակոտը կարող է ստեղ գա։ Լավա գոնե այդ մի բանը արել ես։ Լավ, դե տղեկին ասա թող դրան ման գան, դու էլ այդտեղ եղի տես ինչա լինում։ Եղավ։ Լավ։ Վայ արփի։ Հայ։ Պապ, մամ, շուտ եք եկել։ Մի 10 րոպե կլինի երևի արևս։ Հա։ Ոնց անցավ։ Շատ լավ, հիանալի։ Հիանալի։ Դե լավ է։ Բայց քեզնից չէր, ընկերուհուց սենց օրով մենակ էր թողել։ Ես եկել էի, պապ, ուղղակի լավ չզգացի, ինձ շուտ դուրս եկա։ Շուտ դուրս եկար ու նոր ես տուն գալիս։ Հա, քայլեցի, հետո մոլ գնացի, դրա համար նոր եմ գալիս։ Լավ չէիր զգում, բայց գնացիր մոլ ու նոր ես տուն գալիս։ Մի տեսակ տարօրինակ ես քեզ պահամարևս։ Դե ուղղակի ինձ թվաց մրսած եմ, պապ, ու չի ուզում մնայի բոլորին վարակեի։ Դե եթե տենց է, ուրեմն Արուսին ասա, թող հոնով մի հատ թեյ տա խմի ու գնա պարկի հանգստացի։ Ճիշտ ես, պապ, տենց էլ կանեմ։ Դե լավ, ես գնացի, բարի գիշեր աշխարհի ամենալավ մամային ու պապային։ Բարի գիշեր արևս։ Լավ, ես էլ գնամ Արուսին ասեմ մեզ էլ թեյ տա, խմում ես, չէ։ Ավելի ուշ։ Մի տեսակ ես։ Չէ, ինչ ես հարցնում։ Դե որովհետև Գևորգյենց տանը անսովոր պասիվություն էր դրսևորում ու հիմա էլ այն չես։ Չէ, Մհեր ջան, ամեն ինչ նորմալ է, ուղղակի վարփիս համար էի անհանգստանում։ Դու գիտես, երեխեքից մեկին մի բան լինում է, հողը ոտքերից տակից փախնում է։ Լավ, գնամ երեխու համար թեյ դնեմ, հետո էլ մենք կխմենք։
Էս ինչի այդքան ուշացակ այ ոչիլներ։ Ռոզա, այսօր շատ փող ենք հավաքել։ Մեր մշտական տեղից մի քիչ հեռու ենք գնացել, այնտեղով լիքը մարդիկ էին անցնում ու մեզ շատ փող տվեցին։ Բայց ձեզ ով ասա, ինքնագլուխ որոշումներ կասեք։ Բա որ միլիցիա բռնեին։ Չէին բռնի, մենք շատ զգուշ ենք եղել։ Լավ դե, աշխատածդ փողերը տվեք տենամ։ Ինչքան եք հավաքել, կարողա ոտից ցավը թեթևանա։ Շուտ արեք յա։ Չլսեցիք ինչ ասեցի։ Այդ ձեռներինդ ինչա։ Լապ են տվել։ Տոպրակների մեջ ուտելիք հա, բայց չեն տվել։ Բա ինչ, ուրիշի արած առևտուրն եք թրծրել։ Չէ, մենք դες բան կյանքում չէին կարողանա անել։ Որ սովից սատկեիք, լավ էլ կանեիք։ Ասեք տենամ որտեղից է տոպրակները։ Մենք ենք առել։ Ինչով։ Ում փողերով։ Մեր հավաքած փողերով։ Ոնց, այսինքն իմ հավաքած փողերով, հա։ Իմ փողով եք առել։ Դո ես հիմա որ վեր կացայի, երկուսիդ էլ շանսատակ։ Ահ, վայ, ոտոս, վայ։ Ասա սրանից խեր տեսել, որ դու տենաս այ Ռոզ։ Մի ջղայնացի Ռոզա, մենք գիտենք, որ դու չէր կարող խանութ գնալ, դրա համար էլ ես ու Անին ենք գնացել։ Ճիշտ է ասում, համեր սնուղջի տոտան ասես, որ դու պիտի լավ սնվես, որ քո ոսկորները կպնեն իրար։ Ճիշտ է ասում, ես էլ մսեր, որ այդ տոտան տես բան ասել։ Լավ, այդ դեպքում այս տոպրակներին դուք մատով չեք կպնելու։ Այդ ես եմ ուտելու, իսկ դուք ցամաքած։ Չէ, Ռոզա, մենք էլ պետք է ուտենք, որ քեզ կարողանանք պահենք մինչև լավանաս։ Աչքիդ է երևում։ Հենց հիմա այդ ուտելիքները բերեք դրեք իմ մոտ, ու դուք պետք է ցամաքած ուտեք։ Բերեք։ Բայց չես կարող ուտել, հումա։ Ոչինչ, թող հումը լինի, թող փչանա, տանը թափեմ, բայց ձեր աֆերիստությունները չանցնի։ Սրանց նայեք։ Վեկալեք, ամեն մեկդ մի կտոր հաց վեկալեք, ռատեղ եք գնացեք աչքիցս հեռու զախտկվեք։ Մամ, ես էլ մտածում էի, ես ոնց է հետևիցս չեկար, ու հենց այդ բային եկար։ Բա պետքա գամ, բա ինչ պետք է անեմ։ Այսքան ժամանակ սպասում եմ, որ խոսեմ հետդ։ Արփի հետ ինչ պատմություն եմ։ Ինչ կապ ունես դու պապիկի վարորդի հետ, ու անկեղծ ինձ ասա, Սարան ճիշտ էր ասում, որ դուք հանդիպում եք։ Քեզ ուզում են տենան, արի հետևիցս։ Սառայից էլ, արփից էլ կիլոմետրով հեռու ես մնում։ Մեկը իմ քուրն է, մյուսն էլ ապագա կինս է լինելու։ Երբ որ ապագա կինդ կլինի, այդ ժամանակ կխոսենք։ Ալեք։ Կարամ իմանամ ինչի դեռ լույսը չբացված եկել ես ու արթնացրել ես ինձ քնից։ Երբ որ ապրանքը մոտդ կլինի, հարմար պահի կգցես պապուտ ավտոյի մեջ։ Որս արև արդեն ջոգի ուր ես տանում թեման։ Ոնց։ Ինչ ա պատահել։ Ոնց է ձերբակալել են։ Հիմա պապան որտեղ է։